Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մաթևոսյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է մեր սահմանադրությանը, ապա ինքը սահմանադրական բարեփոխումներ կնախաձեռնի, քանի որ խաղաղության գործընթացն ու պայմանագիրը չպետք է բաց թողնվեն։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը եւ արդյոք սա նշանակում է, որ այդ փաստաթղթում այնպիսի ձևակերպումներ կան, որ նույնիսկ այս սահմանադրական դատարանը եւ այս կազմով չի պատրաստվում այն սահմանադրությանը չհակասող ճանաչել։ Փաշինյանի խոսքերում իրականում նորություն չկա այն համատեքստում, որ քանիցս թե ազգային ժողովում, թե կառավարության նիստերի ժամանակ նա կրկնել է այս միտքը, պարզապես այսօր մի փոքր այլ անտուրաժ էր, այսպես ձևակերպենք, օտարերկրյա հյուրեր ունեին եւ նա հերթական անգամ դա արձանագրեց, ինչը վերաբերում է նրան, թե ներկայիս նույնիսկ սահմանադրական դատարանի կազմը կարող է այս փաստաթուղթը համարել հակաօրինական, եթե մենք այս վարկածից ենք շարժվում, ապա տրամաբանությունը ընդհանրապես մարդկային պատմությունը նաև հուշում է հետևյալի մասին, որ սովորաբար այսպես կոչված խաղաղության պայմանագրերը կամ միջպետական պայմանագրերը դրանք են հարմարեցվում պետությունների սահմանադրություններին, եթե դու իհարկե կապիտուլյացիայի ենթարկված կողմ չես։ Այն ինչ Նիկոլ Փաշինյանը հիմա է անում Հայաստանի Հանրապետության հետ, ինչ արեց Արցախի Հանրապետության հետ, այդ է կապիտուլյացիան։ Եթե դու կապիտուլյացիա ես ենթարկվում, ապա քեզ հետ պետք է անեն այն, ինչ օրինակ Ռուսաստանը հայտարարել է, որ ուզում է ստանալ Ուկրաինայից դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա, դա վերջն արդյունքում հանգեցնելու է ուկրաինական պետականության ոչնչացմանը։ Փաստացի նոր կապիտուլյացիա է տանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը։ Նոր կապիտուլյացիա, որտեղ այստեղ երբ որ դուք դա ասում եք, դուք հավանաբար նկատում եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց երևի ճշմարտության ամենակարևոր չափանիշներից մեկը փորձն է։ Փորձը ինչ ցույց տվեց, որ նոյեմբերի 9-ին մենք ունեինք մի իրավիճակ, երբ որ նույնիսկ պատերազմական գործողությունները հնարավոր եղավ կասեցնել եւ նույնիսկ այդ տեսակ պատերազմից հետո մենք դեռ ունենք Արցախի Հանրապետություն առանց կոնկրետ կարգավիճակի, ունենք նաև ռուսական զորք փաստացի այդ պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում, այն ինչը հիմա են մեզ հետ անում, այդ դա է կապիտուլյացիան, եւ ես ինչ եմ ասում, որ տարեր կան այդ կապիտուլյացիայի այդ դենացիֆիկացիա ասվածը որն է, եթե մենք ուկրաինական համատեքստում ենք նայում, ապա ռուսական կողմի պահանջը ակնհայտ է, որ օրինակ, չգիտեմ, ռուսական լեզուն օրենքով չսահմանափակվի կամ այդ որ բանդերական ֆաշիստական քարոզչությունը Ուկրաինայում չանցկացվի մեզանում, այդ դենացիֆիկացիա ասված ինքը հետեւյալ տրամաբանություն ունի, որ մեր, այսպես ասած, սիմվոլը ոչ թե Արարատը պետք է լինի, այլ Արագածը պետք է լինի։ Մենք պետք է ցեղասպանությանը վերաբերվենք ոչ թե որպես քաղաքական ակտ, որը իրականացվել է թուրքական պետականության ներկայացուցիչների կողմից, այլ պարզապես ուղղակի մի պատահար, որ դե տեղի է ունեցել երկու ժողովուրդային լավել ապրում էին, առևտուր էին անում, ինչպես մի հատ քաղաքական գործիչ ունենք, սիրում էր այդ բառը կրկնել, քիրվայություն էին անում, եկան այն ռուսները, իշխանական քարոզիչներից մեկը ասել է, չէ, որ եթե արխիվները բացվեն, դուք կտեսնեք այնտեղ ինչեր է գրված, հիմա իրենք այդ դենացիֆիկացիան եւ անում են, երբ որ անում են, դրա տրամաբանական շարունակությունը դեմիլիտարիզացիան է, այսինքն ինչ է դա նշանակում, մենք պետք է զրկված լինենք բանակից, եթե դու բանակից զրկվում ես, եթե դու ինքնությունից զրկվում ես, վերջն արդյունքում դու զրկվում ես նաեւ պետությունից, եւ երբ որ դու ասում ես, որ դու սահմանադրությունը փոխում ես, այսօր Փաշինյանը նաեւ ինչ էր ասում, որ Ադրբեջանում վերջին տարիներին ակտիվացել է խոսույթը, որ Հայաստանի տարածքի 60% այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է։ Եթե Ադրբեջանի կողմից պարտադրված փաստաթուղթը ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը գնա սահմանադրական փոփոխությունների, դա նշանակում է, որ Ադրբեջանից պարտադրված փաստաթղթով ենք մենք այստեղ ապրել, այսինքն մեր սահմանադրությունը գրվելու է Բաքվում։ Եթե այդպես է ստացվում, ապա արևմտյան Ադրբեջան վերածվում է Հայաստանի ողջ տարածքը։ Պարոն Մաթևոսյան, 2026 թվականի գարնանը Հայաստանում պետք է կայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ձեր գնահատմամբ այս միջոցառման անցկացումը ինչ կտա Հայաստանին եւ ինչու հենց 2026 թվականի գարնանը, խորհրդարանական ընտրություններից 2-3 ամիս առաջ։ Նախընտրական բոնուս Եվրոմիության մեր հարգարժան գործընկերները եւ Ռումինիայի ընտրությունները դրա վառ օրինակը եղան, իրենք շատ մեծ փորձ ունեն ընտրական գործընթացներին խառնվելու եւ դա դրա դրսեւորումներից մեկն է։ Տեսեք, շատ պարզ,
ընտրությունը դա ոչ միայն այդ թաղային հեղինակությունների կողմից ձայների տասովկաներ տեսնել, հա, ներողություն եմ խնդրում ես ձևակերպման համար, բայց իրողությունը սա է, դա ոչ միայն շրջիկ խմբերն են, այլ դա նաև այն ընդհանուր ինֆորմացիոն, ընդհանուր տեղեկատվական ֆոնն է, հատկապես մեր տիպի երկրներում, որոնք անցել են պատերազմով, որոնք ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն։ Հիմա տեսեք, եվրոպացիները այս որոշմամբ հենց նախընտրական տարում Նիկոլ Փաշինյանի նախընտրական տարում տալով իրեն այդ միջոցառումը հասկացնել, իրենք հնարավորություն են տալիս գեղեցիկ նախընտրական PR ակցիա իրականացնել։ Փաշինյանը ես չեմ զարմանա, որ ինքը վերցնի այդ նկարները եվրոպական երկրների առաջնորդների հետ եւ մարզերում, չեմ գյուղից գյուղ քաղաքից քաղաք նկարներով ասի, որ դե ճիշտ է մենք Եվրոպա չհասանք, բայց Եվրոպան եկավ Հայաստան։ Ես ընդհանրապես չեմ զարմանա, որ այդ տեսակ քաղաքականություն լինի։ Սա առաջին, ես դրա համար եմ ասում, եվրոպացիները իրենք խառնվում են հայաստանյան գործընթացների մեջ, իրենք չեն կարող չհասկանալ, որ սա նախընտրական պայքարի շրջանակներում օգտագործվելու է, բայց նաև կապելով ըստ ձեր երկրորդ հարցը առաջին հարցը, այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի եւ այլնի, ես կուզենամ մենք հետեւյալի վրա ուշադրություն դարձնենք։ Տեսեք, խաղաղության պայմանագիր որպես այդպեսին ինքը կարող է եւ չլինել, դրա փոխարեն կարող է լինել մեկ այլ փաստաթուղթ, բայց ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Միգուցե շատերը մոռացել են, բայց 20 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է 20 թվականի նոյեմբերի 9-ի ընդունված փաստաթղթը 5 տարին։ Այո։ Երբ որ 5 տարին լրանում է եւ մենք ունենք այն իրավիճակը, որ ունենք, փաստորեն այդ փաստաթղթի գործունեության ժամանակահատվածը ավարտվում է։ Դրա փոխարեն ինչ որ մի նոր բան պետք է լինի։ Այդ նոր բանը կարող է լինի ինչ որ մի փաստաթուղթ Հայաստանի, Ադրբեջանի միջև, որի երաշխավոր կարող է լինել Թուրքիան։ Ես չեմ զարմանում, որ այդ փաստաթուղթը եւ այդ եվրոպացի երկրների ղեկավարների այդ լուսանկարները Նիկոլ Փաշինյանը մի ձեռքում դա բռնում, մյուս ձեռքում եւ գյուղից գյուղ գնա Չակուչին կփոխարինեն այդ լուսանկարները։ Այսինքն հենց այդ գագաթնաժողովի շրջանակներում կստորագրվի այդ փաստաթուղթը։ Պարտադիր չի հենց գագաթնաժողովի ժամանակ ստորագրվի։ Ես նկատում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթին փոխարինող փաստաթուղթը կարող է մինչև այս տարվա վերջ ստորագրվել, որովհետեւ ի վերջո այդ փաստաթղթի ժամկետը որ լրանում է, դրա փոխարեն անվտանգային տեսանկյունից նաեւ որոշակի բալանսավորող փաստաթուղթ պետք է ստորագրվի։ Մեր պարագայում դա բացասական փաստաթուղթ է լինելու, որովհետև ամենայն հավանականությամբ դա ֆիքսելու է Թուրքիայի ուղիղ ներգրավումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում, նոր զիջումների պարտադրումը։ Միանշանակ, բայց ասածս այն է, որ դա կարող է Հայաստանում ներկայացվել իշխանությունների կողմից որպես դե դա եթե ոչ խաղաղության պայմանագիր է, ապա այսպես ձևակերպենք, մտադրությունների մասին փաստաթուղթ։ Այս մտադրությունների մասին փաստաթուղթը եւ այս լուսանկարները Նիկոլ Փաշինյանի քարոզչական ֆոնը կարող են լինել։ Փաշինյանը խաղաղություն է բերելու մեզ մոտավորապես նմանատիպ լոզունգներով։ Ну առնվազն այսպես ասեմ քարոզչական տեսանկյունից բավականին գրագետ քայլեր կարող են լինել, եթե իրենք դա անեն, իրենց համար գրագետ քայլեր, այլ հարց է, չգիտեմ, հասարակությունը այս պարագայում կան կալի այդ քայլերը, թե ոչ անդիմությունը ինչ օրակարգով իր ծրագիրը ինչպիսի ծրագիր կներկայացնի հասարակությանը, ինչ օրակարգով է գալու քաղաքացիների հետ հանդիպմանը, բայց այն որ Փաշինյանը կարող է դա անել եւ իր շահերից դա բխում է, դա ակնհայտ է։ Նաեւ կարծիքներ են հնչում, որ հենց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել, ինչը ընտրություններից առաջ էլ ավելի կամրապնդի Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Իրատեսական համարում եք նման սցենարը։ Տեսեք, ես կարծում եմ հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար քաղաքական եւ պատմական տեսանկյունից ինքը աննկարագրելի նվեր է։ Հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան փորձել են մաքսիմալը ստանալ Փաշինյանից։ Հիմա եթե տեսեք այդ խաղաղության պայմանագիրը տալիս են, Փաշինյանին հետագայում օգտագործելու այդ լուֆտը, այսպես ասած, ինքը նեղանում է։ Դրա համար ավելի տրամաբանական է Թուրքիա եւ Ադրբեջանի տեսանկյունից տալ իրեն մեկ այլ փաստաթուղթ, եթե ընդհանրապես պատրաստվում են ինչ-որ փաստաթուղթ տալ։ Դրա համար եմ ասում, այդ մտադրությունների մասն ինչ-որ փաստաթուղթ կարա լինի։ Կախվածության մեջ կցնել ավելի հետագայում։ Միանշանակ, տեսեք, բայց բացի ամեն ինչից, հա, մենք նաեւ ինչի փորձ ունենք, իսկապես աննախադեպ զարգացումներ կան, հա, վերջին տարում Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, հանձնեց Արցախը Ադրբեջանին, հաջորդ տարի այդ եվրոպական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, որ Գրանադայում տեղի ունեցավ, առանց Ադրբեջանի ներկայությամբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչը այստեղ մեծ հաղթանակ էին մատուցում մեր հանրությանը։ Միանշանակ մեծ հաղթանակ էին մատուցում, բայց ունենք այն ինչ ունենք, հետո ես դրա համար եմ ասում, տեսեք, պարտադիր չի, որ Ադրբեջանը նույնիսկ այդ խաղաղության պայմանագիր ասվածը տա, պարտադիր չի։ Փաստը պարզապես կայանում է նրանում, որ կարող են ինչ-որ մի թուղթ տալ, որով Փաշինյանը կներկայանա ընտրություններին, բայց այդ թուղթը կարող է ինչ-որ մի բան, որը Ադրբեջանին չի պարտավորեցնելու իր շահերի դեմ ինչ-որ հետագայում քայլեր անել։
Իսկ ինչ եք կարծում Ադրբեջանի նախագահը նույն այդ գագաթնաժողովի շրջանակներում Երևան կմեկնի եւ դա իրեն ինչ կտա, եթե գա այնուամենայնիվ։ Ես ճիշտ ասած մինչ այս պահը միգուցե շատ էմոցիոնալ եմ սրան վերաբերում, բայց ես մինչ այս պահը չեմ պատկերացնում ինչպես է դա տեղի ունենալու, այն որ 28 թվականին լինելու է այդ գագաթաժողովը Ադրբեջանում եւ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով վերարտադրվի, ես չեմ կասկածում, որ նա Ադրբեջան կգնա, բայց Ադրբեջանը այդ քայլին կդիմի թե չէ, այսա մեծ հարց է։ Իսկ ինչից պետք է կախված լինի Ադրբեջանի որոշումը այս հարցում առավելապես։ Տեսեք, մենք օրինակ վերջին շրջանում ինչի ականատես եղանք, որ Ադրբեջանի նախագահը ինքը ունի այնքան քաղաքական, ասենք, կամ աշխարհակաղակական, ասենք, կշիռ, որ մայիսի 9-ի միջոցառումներին չգնա օրինակ Արցախում մի հատ հավաբում բացի։ Այսպես հա ձեռակերպ ենք հիմա, ով ասաց, որ այդ նույն գագաթաժողովի ժամանակ Ալիևը չի կարող գնա Արցախում եւս մեկ հավաբում բացել, բայց այստեղ ուղղակի ինչ-որ մի Չ-կլասի չինովնիկ, որովհետեւ տեսեք, եթե ինքը գա Երևան, նույնիսկ դա Փաշինյանի համար որոշակի առումով կարա բոնուս լինի։ Կարա դա եւս ներկայացվի հասարակության, այ տեսեք, մենք խաղաղությունը այնպես ենք կառուցում, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահին ենք բերում այստեղ։ Ես վստահ չեմ, որ Փաշինյանին պատրաստ են այդ տեսակ մեծ նվերներ անել թե Թուրքիան, թե Ադրբեջանը։ Պարոն Մաթեոսյան, արևմուտքի մոտեցումը կարծես թե հասկանալի է, բայց դեռևս անորոշ է մնում Ռուսաստանի դիրքորոշումը։ Այս մասով էլ իրարամերժ գնահատականների պակաս չունենք։ Ըստ ձեզ ինչ դիրքորոշում կցուցաբերի Ռուսաստանը եւ այդ դիրքորոշումն ինչից կախված կլինի Փաշինյանի վերընտրությանը աջակցելու հարցում։ Որ ասում եք իրարամերժ, ինչի նկատի ունեք։ Մի մասը օրինակ մեր քաղաքական դաշտում պնդում է, որ Ռուսաստանն է աջակցում Փաշինյանին, իսկ մյուս մասն էլ հակառակը վստահեցնում են, որ չի կարող Ռուսաստանի աջակցությունը լինել վերջինիս վերընտրությանը։ Ինձ թվաց դուք նկատի ունեք Ռուսաստանից իրարամերժ հայտարարություն, դա կարևոր էր էլի ֆիքսելու, որովհետև տեսեք այդ նույն շրջանակները, որոնք օրինակ ասում են, որ Փաշինյանի վերընտրությանը 21 թվականին աջակցել է Ռուսաստանը, իրենք միջև հիմա չեն կարողանում օրինակ կողմնորոշվել 18 թվականին ի վերջո Փաշինյանին ով բերեց։ Դա Ռուսաստանն էր, դա Արևմուտքն էր, Թուրքիան էր, նույն կուսակցության ներկայացուցիչներն են տարբեր կերպ են մեկնաբանում։ Կարծես թե 18 թվականի մասով ասում են կոնսենսուս էր բոլորի համար ձեռնտու թեկնածու էր։ Բայց տարբեր ներկայացուցիչները տարբեր աշխարհակաղակական կենտրոնների վրա են ամենամեծ հղում անում, թե ով է բերել, բայց ինչը վերաբերում է ռուսական կողմին, ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ կարծես թե Ռուսաստանում հենց դա իրարամերժ մոտեցում չկա։ Լավրովը այստեղ եկավ, ինքը ինչ ասաց։ Ասում է ժողովուրդ, այս նույն գագաթաժողովը եվրոպական Որում Լավրովն ամենաառաջինը ասաց, որ Հայաստանում պետք է լինի։ Մենք արդեն սովորել ենք նրան, որ այս տեսակ նորությունները մենք իմանում ենք մեր արտերկրյա գործընկերներից, լինի դա Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինքը ինչ ասում է, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի բարեկամներ, դուք ուզում եք այդ գագաթաժողովը անցկացնել ձեզ մոտ, բայց մենք դա անցալում ենք որպես մի ձևաչափ, որը ստեղծված է Ռուսաստանի եւ Բելարուսի միջազգային մեկուսացումը, ել ավելի ամբողջական դարձնել։ Դուք ուզում եք դա իրականացնեք Քավլիցի, իրականացնեք։ Դուք ուզում եք սահմանապահները օրինակ ռուս դուրս գան հայ-իրանական սահմանից, հայ-ռուսական սահմանի, հայ-թուրքական սահմանի ինչ որ հատվածից։ Մենք դա կանենք։ Ինչի մասն էր Լավրովի այցը։ Ինքնիշխանության Ուղղակի մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ ինքնիշխանություն ասված ինքը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, դրական եւ տոքսիկ։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին հրաժարվեց ռուսական առաջարկից, պատերազմը չկանգնացրեց եւ Շուշին փոխանակ դառնալ ռուս խաղապահների տեղակայման կետը վերածվեց ադրբեջանական հենակետի Արցախի հանրապետության տարածքում։ Նիկոլ Փաշինյանը ինքնիշխան որոշում կա, իհարկե, հիանալի ինքնիշխան որոշում կայացրեց։ Դրա հետևանքները մենք տեսանք։ Դավաճանը, եթե գնա այդ որոշմանը հայտարարեց։ Առանց այդ էլ ասացին, որ ինքը դավաճան է։ Հիմա տեսեք, նույնը այստեղ է։ Լավրովը ինչ էր ասում, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի բարեկամներ, պետություն եք առանձին։ Դուք ինքնիշխան որոշումներ կարող եք կայացնել։ Եթե դուք ընտրում եք այս ճանապարհը, Ռուսաստանը պատրաստ է ձեզ աջակցել, օրինակ պայքարել Արցախի համար, ախր պատահական չէ, որ նա ասում է, որ Արցախը լի էր ռուսական զենքով։ Ախր մենք էլ դա գիտենք, չէ, որ դա այդպես էր, որ շատ դեպքերում ռուսական նոր զինատեսակները Արցախի պաշտպանության բանակում ավելի շուտ էին հայտնվում, քան ռուսական բանակում էին։ Ախր մենք այս բոլորը գիտենք գներով կամ շատ ավելի մատչելի, հա, շատ ավելի մատչելի, մեղմ ասած։ Հիմա տեսեք, եթե մենք գնում ենք ազգովի ինքնասպանության ճանապարհով, ներկայիս իշխող վերնախավի ձեռամբ, միջև ինչ որ մի պահի Ռուսաստանը կարող է փորձել դա կասեցնել, ինչպես դա եղավ 2020 թվականի պատերազմի ժամանակ հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 9-ին, բայց եթե սրանից անդին
մեր քաղաքական վերնախավը, մեր հասարակությունը ճիշտ որոշումներ չեն կայացնում, ռուսական կողմը ես կարծում եմ իրենք այդ ինքնիշխանության դրսևորման շրջանակներում էլ կընկալեն այն ինչը Հայաստանի հետ կարող է տեղի ունենալ։ Ի վերջո անկեղծ մենք պետք է լինենք, ոչ ռուսներն են մեզանից ավելի հայ լինել, ոչ ֆրանսիացիներն են մեզանից ավելի հայ լինել, ոչ էլ ամերիկացիներն են մեզանից ավելի։ Դրա համար Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է՝ ինքնիշխանություն, ուրեմն ինքնիշխան եղեք եւ ձեր որոշումների եւ ձեր հետևանքների կոնտեքստում։ Ինչի մասին էր Լավրովի այցը, հենց սրա մասին էր։ Ինձ համար հասկանալի էր այն գործողությունները, որոնք իրականացվում էին Լավրովի այցին ընդառաջ, մասնավորապես բողոքի ակցիաները հայտնի շրջանակների կողմից, պաստառներով։ Դե տեսեք, սա դասական Նիկոլ Փաշինյան է։ Այսինքն ինքը մի կողմից օրինակ գնում է մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցում է միջոցառումներին հաղթանակի 80-ամյակին նվիրված, մյուս կողմից Արծրուն Հովհաննիսյանի կերպարով հայտնվում է հանրայինի եթերում եւ ռեաբիլիտացնում է ֆաշիզմը։ Իմիջիալոց ֆաշիզմի հետ կապված այդ նույն շրջանակները, որոնք բողոքի ակցիաներ էին իրականացնում Լավրովի այցի ժամանակ, իրենք բարբերաբար օգտագործում են այս ձևակերպումը, չգիտեմ, կրեմլյան քարոզչություն։ Հիմա փաստը ցույց տվեց, որ այդ կրեմլյան քարոզչությունը, որը մեզ ստում էր, փաստորեն իրանք ճիշտ են եւ բոլոր այն տեղերը, որտեղ արևմուտքի հետ շահկապված ուժերը իշխանություն են ունենում, իրենք այդ ֆաշիստական քարոզչությունն են իրականացնում։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանի քարոզը Անդրեյ Երմակի քարոզից ինչ-որ մի բանով տարբերվում է, իհարկե ոչ։ Իհարկե երևի Արծրուն Հովհաննիսյանը դա մի քիչ կոմպլիմենտ է, որ ես Երմակի հետ եմ իրեն համեմատում, բայց այնուամենայնիվ չի լինի կարծես։ Հա, հիմա տեսեք, հիմա դա է տեղի ունենում։ Նույնն էլ այս այցի հետ կապված է, տեսեք, տեղեկատվական եւ քարոզչական ֆոնը Լավրովի այցի հետ կապված շատ բացասական էր այդ բողոքի ակցիաները եւ այլն։ Եվ ես սա կուզենայի նաեւ համեմատել հետեւյալի հետ։ Անցյալ տարի մայիսին, հունիսին, երբ որ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան շարժումը Երևանում բողոքի գործողություններ իրականացնում, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, բացեք կադրերը, տեսեք ոստիկանները իրենց ոնց էին պահում, եւ բացեք կադրերը, տեսեք, թե հիմա իրենք ինչ հեզաճկուն դրսևորումներ ունեին Արման Բաբաջանյանի եւ այլոց հետ հանդիպման շփումների ժամանակ, բայց Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը եւ մի շարք այլ մարդիկ, ովքեր ներգրաված են այդ միջոցառումներին, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ մշտական հանդիպումների մասնակիցներ են, Փաշինյանի հետ ֆորմատը արտախորհրդանական ուժերի հետ, ես դրա համար եմ ասում, այստեղ Արծրուն Հովհաննիսյանի կերպարով հանրայինի եթերում հայտնվեց, այստեղ Արման Բաբաջանյանի կերպարով, սա դասական Փաշինյանն է։ Իսկ ինչ է տալու Նիկոլ Փաշինյանին, եթե այնուամենայնիվ Արևմտյան իր գործընկերներին, թուրքական իր գործընկերներին ասում է, որ Ռուսաստանից աջակցություն ստանալ, նման գործողությունները տրամաբանական չեն, ոչ, նա փորձում է եւ ռուսական կողմին ինչ-որ մի բան վաճառել եւ արևմուտքին վաճառել։ Ռուսական կողմին փորձեցին վաճառել հետեւյալը, դե տեսնում եք Կայա Կալասից սկսած մինչեւ այլ պաշտոնյաներ, այդ թվում նաեւ Հայաստանում իրենց այսպես ասած վստահված անձինք ճնշում էին, ասում էին մի գնա Մոսկվա, մի մասնակցի միջոցառում, բայց ես եկա այդ միջոցառումներին մասնակցեցի։ Դա փորձում է վաճառել ռուսական կողմի վրա։ Եվրոպացիների վրա փորձում է վաճառել Արծրուն Հովհաննիսյանի ասածները, Արման Բաբաջանյանի ակցիան, դրա համար եմ ասում, դասական Նիկոլ Փաշինյանն է։ Օրինակ այս օրերին նաև Հայաստան ժամանի Հունգարիայի արտգործնախարարը, մենք գիտենք, որ այս սա այն նույն երկիրն էր, որը ժամանակին մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին եւ Հայաստանն էլ այդ ժամանակ խզեց Հունգարիայի հետ հարաբերությունները։ Ինչ եք կարծում, նույնը տեղի կունենա նաև իր այցի ժամանակ այս շրջանակների կողմից։ Ինձ թվում է այն բանից հետո, երբ որ մենք Արցախյան 44 օրյա պատերազմից հետո այլ մարդասպանների արտահանձնեցինք Ադրբեջան, այսպես ձևակերպենք, երևի մենք Հունգարիայի մասին այլևս բողոքելու կամ խոսելու իրավունք չունենք։ Այս նույն շրջանակները չեն անի նույն բանը, ինչ եք կարծում։ Այս նույն շրջանակները դա անելու կարիք էլ չեն ունենա, որովհետև իրենց գործողությունների հիմնական թիրախը Ռուսաստանի Դաշնությունն է։ Իրենք Հայաստանը դիտարկում են որպես միջոց Ռուսաստանի Դաշնությանը վնաս տալու համար, բայց մենք պատկերացնենք մի իրավիճակ։ 102 ռազմաբազան այստեղից դուրս է գալիս, սահմանապահները այստեղից դուրս են գալիս։ Մենք ռուսական գազից հրաժարվում ենք։ Մենք, չասեմ, պատ ենք կառուցում, ինչպես Կիրանցում կառուցեցինք, բայց այնպես ենք անում, որ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները Հայաստան գումար չեն կարողանում տեղափոխել։ Ռուսական զորքն կրկին ասած լրիվ դուրս է եկել, ռուսական կապիտալը ինչը հնարավոր է այստեղից դուրս է գալիս։ Հիմա մի տրամաբանական հարց։ Ռուսաստանը դրանից հետո շարունակելու է գոյություն ունենալ, թե ոչ։ Ինձ թվում է, որ շարունակելու է գոյություն ունենալ։ Մենք շարունակելու ենք գոյություն ունենալ որպես առանձին վերցած սուբյեկտ, որպես Հայաստանի Հանրապետություն։ Ես խորը կասկածում եմ։ Դե մեզ նախապատրաստում են, ասում եմ, պիտի դժվարություններին դիմանանք, հիշենք նախորդ տարի էլ ամենաբարձր մակարդակով եվրոպացի պաշտոնյաների, ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարեց այս մասին։ Տեսեք, 90-ական թվականներին
մենք եւս դժվարությունների դիմանում էինք, բայց կար մի հատ հասկանալի նպատակ. դու պետք է Արցախը ազատագրեիր, դու պետք է ձևավորեիր ինչ-որ մի հատ միասնական անվտանգային համակարգ, միևնույն ժամանակ 92 թվականից այս կողմ գոնե Հայաստան Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները իրենք փոխեցին իրենց արտաքին քաղաքական ուղղվածությունը եւ այն քարանձավային ռուսաֆոբիան, որը կար Հայաստանում, փակյա ռուսական դպրոցները եւ այլն եւ այդպես շարունակ, դա ինչ որ առումով զսպվեց, դրա շնորհիվ նաեւ պատերազմում հաղթանակ տոնեցինք եւ հետագայում ունեցանք 30 տարի երկու հայկական պետություններ պահելու ունենալու հնարավորություն։ Այսինքն այն ժամանակ դժվարություններին դիմանալը ինքը հիմնավորված էր։ Հիմա ինչ են ասում են դուք այս ամեն ինչից հրաժարվեք, անվտանգային երաշխիքներ ոչ ոք չի տալու, ու հենց մի հատ էլ հարցը Թուրքիան եւ Ադրբեջանը մեզ ընդունելու են որպես առանձին վերջած սուբյեկտ, թե ոչ։ Ամենամեծ խնդիրը սա է։ Պարոն Մաթեոսյան, ուզում անդրադառնանք նաև ներքաղաքական զարգացումներին։ Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի միջոցով անվստահություն հայտնելու օրակարգը շարունակում է ակտիվ մնալ, կրքերը չեն հանդարտվում։ Ընդդիմության մի թևը հայտարարում է, որ այս նախաձեռնությունը իրականում իրեն թիրախավորելու նպատակ ունի, իսկ մյուս թևն էլ պնդում է, որ սա Նիկոլ Փաշինյանից ազատվելու միակ ճանապարհն է։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս գործընթացի նկատմամբ եւ որքանով եք սա իրատեսական համարում մի խորհրդարանում, որտեղ ԿՊ-ն բացարձակ մեծամասնություն ունի։ Եկեք ես փորձեմ փոքր անձնական օրինակով այս հարցին պատասխանեմ։ Երևի մեր հարգելի հեռուստադիտողները, ովքեր մեզ դիտում են, իրենք այս նույն ճանապարհը անցան, իրենք կհասկանան ես նաև ինչի մասին եմ խոսում։ Տեսեք, մարդը որ ամուսնանում է, գործընթացը ոնց է հա տեղի ունենում։ Ես ուզում եմ մենք հասկանանք տրամաբանությունը, հա, այդ քայլերի։ Ինչ ես դու սկզբից անում, պայմանավորվում ես ռեստորանի, պայմանավորվում ես նրա մասին, թե դու ուր ես գնալու, չգիտեմ, երեխաների անուններն ես որոշում, թե ի սկզբանե դու պետք է ինչ-որ այսպես ձևակերպենք, հա, գործընթաց ես գեներացնում, այսինքն դու եթե տղամարդ ես ընկերուհի ես ճարում, եթե աղջիկ ես ընկեր ես ճարում, ինչ-որ հարաբերություններ եք ունենում, ինչ-որ ձեր մեջ ինչ-որ համաձայնություն ես ձեռք բերում, ինչ-որ գործընթացը հասունանում, հետո գալիս է ռեստորանի պահը, հետո գալիս է այդ եկեղեցու պահը, հետո գալիս է, չգիտեմ, արտերկրում հանգստանալու, մեղրամսի եւ այլն այդ հարցը։ Հիմա այստեղ մեզ ինչ են առաջարկում, հա, տրամաբանություն, որ եկեք այս վերջի մասից սկսենք, եկեղեցու հետ պայմանավորվենք, ռեստորանը ընտրենք, մեղրամսի տեղը ընտրենք, այ հետո երբ որ այս ամեն ինչ կգնանք աղջկան կասենք, գիտես, այս sense բաներ են պայմանավորվում, համաձայն ես թե համաձայն չես, միգուցե շատ պրիմիտիվ օրինակ է, միգուցե շատ կենցաղային օրինակ է, բայց տրամաբանությունը հենց սա է։ Եթե մի փոքր ավելի լուրջ ասենք, տեսեք, որովհետեւ դու սկսես impeachment-ի գործընթաց 36 ստորագրություն է պետք, ճիշտ է։ Մեր ընդդիմությունը 2021 թվականի հունիսից այդ 36 ստորագրությունը կարծես թե ուներ, բայց ուներ ուղիղ այնքան ժամանակ, միջև պատիվ ունեմ խմբակցությունից, այն ժամանակ դուրս եկավ Իշխան Զաքարյանը։ Հիմա impeachment-ի բանալին երկար տարիներ Իշխան Զաքարյանի ջեբում էր գտնվում։ Եվ իմ խոսքերի ապացույցը Բագրատ Սրբազանի կողմից իրականացված Սրբազան շարժման շրջանակներում գործողություններին հենց Իշխան Զաքարյանի հետ չկարողացան պայմանավորվել։ Իշխան Զաքարյանը որ խմբակցությունից է եկել դառել պատգամավոր առաջադրվել, հետո դուրս եկավ։ Տեսեք, ամենայն հարգանքով կան նաև մարդիկ, որ Հայաստան խմբակցությունից են դուրս եկել, բայց ասածս ինչ է, որ եթե կար տրամադրություն impeachment հայտարարել, Իշխան Զաքարյանը ոչ միտեղ չի գնացել, ազգային ժողովում էր բանակցություններ վարել կամ 24 թվականի շատ հստակ ասում եք, չէ, տեխնացուն կար, ժողովուրդը կա, այն իմ ասած գործընթացները եղել է, էլի արդեն գնացել են ռեստորանի հետ պայմանավորվել էին եւ այլն եւ այդպես շարունակ, Բագրատ Սրբազանին այդ պակասող մեկ ձայնը տային անտրամաբանական բան եմ ասում, ոչ, սա քաղաքական մանիպուլյացիա, ոչ, սա փաստեր են, սա իրողություն է եւ ինչու են ժամանակ չաջակցեցին Բագրատ Սրբազանին, ինչը վերաբերում է նրան թե թիրախավորել եւ այլն։ Նպատակը ո՞րն է այս գործընթացի։ Ես ձեզ այս հարցին ձեզ այսպես պատասխանեմ, մարդիկ թող իրենք եզրակացությունները իրենց համար անեն։ Տեսեք, հիմա եթե մենք սկսենք impeachment-ի գործընթացը, դա երևի վերջին փամփուշտն է լինելու, որ այդ ճանապարհով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին միջև ընտրությունները հերթական եւս 6 ամիս անհնար է լինելու։ Միջև հերթական ընտրությունները հեռացնել։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, գալով նաեւ մեր զրույցի այս հատվածին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ժամկետը լրանում է, եւ Նիկոլ Փաշինյանն էլ ուզում է մի հատ փաստաթուղթ ստորագրի Թուրքիայի հովանու ներքո։ Իսկ impeachment-ի գործընթացը դու արդեն արել ես, այդ գործընթացը տապալվել է։ Ինչ ճանապարհով ես նաև դու փորձելու կանխել այդ փաստաթղթի ընդունումը, գեներացնելով փողոցի շարժումը եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետևաբար ես ուզում եմ մենք
եւ իրողությունները ճիշտ հասկանանք եւ դրանց հետևանքները հասկանանք։ Եվ պարոն Մաթեոսյան, նկատելի է, որ ընդդիմության միջև լարվածությունը աճում է հատկապես այն բանից հետո, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային խոսքով է հանդես գալիս, հարցազրույցներ կամ ասուլիսներ է տալիս, այս անգամ էլ նույնը տեղի ունեցավ։ Ձեր գնահատմամբ ինչով է սա պայմանավորված եւ ինչ եք կարծում, ընդդիմությունը հետագայում, երբ հնարավորություն ստեղծի Նիկոլ Փաշինյանին օրինակ ընտրությունների արդյունքում կամ փողոցային պայքարի հեռացնել իշխանությունից, կհաջողվի այս օրակարգով համախմբվել, թե արդեն անդառնալիության կետը հատել են։ Ես հույս ունեմ, որ երբ որ այնուամենայնիվ տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները եւ խորհրդարան անցած քաղաքական ուժերը կառաջնորդվեն այն նույն սկզբունքով, որով առաջնորդվեցին Գյումրու ավագանի անցած քաղաքական ուժերը, որոնք անկախ նաեւ անձնական որոշակի նույնիսկ խնդիրներ այստեղ երևի մեղմ է ձևակերպել, անկախ նույնիսկ այս ամեն ինչից, ինչ որ մի փուլից սկսած, այնուամենայնիվ գնացին եւ համագործակցության եզրեր գտան։ Մենք էլ այս վերջերս տեսնում ենք, չէ՞, Գյումրու ավագանի նիստերը ինչպես են տեղի ունենում, այսինքն կոնսենսուսով որոշումները ընդունվում են։ Անկամ ԿՊԱ-ականներն են կողմ քվեարկում մի շատ։ Ավելին, օրինակ, տեսեք, մենք նաեւ ինչի տեսեք, էլի շատ կարեւոր է այս պատասխանատվության ինստիտուտը ինքը Հայաստանում իսկապես չափազանց մեծ քանակով խնդիրներ պայմանավորված են նրան, որ պատասխանատվության ինստիտուտը չի գործում։ Տեսեք, Վարդան Ղուկասյանը խոսք էր տվել, որ ընտրվելով քաղաքապետ 50%-ով բարձրացնելու աշխատավարձը։ Ճիշտ է։ Այս նույն նիստից հետո, այս առաջին նիստից հետո ինչի մեկ անկանատեսը բացի նրանից, որ կոնսենսուսով որոշումը ընդունվեց, մենք նաև տեսանք, որ դրա վերաբերյալ գնահատական եղավ եւ ասվեց, որ հունիսի 1-ից աշխատավարձերի 20-ից 30% ավելացումը տեղի ունի։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, որ յետընտրական գործընթացների տրամաբանությամբ եւ համագործակցության եւ ծրագրեր իրականացնելու համատեքստում գոնե մինչ այս բանը, երբ որ մենք մեր այս հաղորդումը ձայնագրում ենք, այդ համագործակցությունը ստացվում է եւ ես հույս ունեմ, որ անկախ բոլոր վայրի վերումներից եզրերը կգտնվեն։ Ինչը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներից կամ գնահատականներից հարցազրույցներից հետո քաղաքական առումով գործընթացներ են սկսում, ու մեղմ եմ էլի ուզում ձևակերպեմ, չեմ ուզում շատ էմոցիոնալ գնահատական տալ։ Իշխանության տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ նորմալ է։ Իրենք պետք է այդպես էլ արձագանքեն այս ամեն ինչին, որովհետև այլ բան իրենցից սпасել է նաև անհրաժեշտ է։ Ես այստեղ նույնիսկ նկատի ունեմ ոչ միայն այն հանգամանքը, որ իրենք տեսել են եւ տեսնում են Ռոբերտ Քոչարյանի, իդեմս Ռոբերտ Քոչարյանի իրենց հիմնական քաղաքական հակառակորդը, եթե իրենց քաղաքական անցյալը նայենք, սրանք մարդիկ են, որոնք իրենց կենսագրությունը, եթե մարդիկ իհարկե ունեն կենսագրություն, որովհետև ԿՊ-ում շատերն են, ովքեր իրենց առաջին գործը պետական պաշտոնն ա եղել, իրենք իրենց կենսագրությամբ կայացել են Ռոբերտ Քոչարյանի դեմ ատելություն եւ կեղծիք տարածելու համատեքստում։ Դրա համար նորմալ եմ ես համարում այս ամենը, որ տեղի ունենում ԿՊ-ի կողմից, ինչը վերաբերում է հանրապետական կուսակցությունից եւ այլ ուժերից, որոնք կապված են հանրապետականից, ես կարծում եմ, որ այստեղ էլ որոշակի առումով նորմալ գործընթացը այն համատեքստում, որ նախապատրաստվում են ընտրություններին։ Ուղղակի շատ կարևոր է որոշակի կարմիր գծեր չհատել, որովհետև երբ որ կարմիր գծերը հատվում են, մարդկանց շատ բաց ասվում է, թե ով է Նիկոլ Փաշինյանին բերել, ինչ նպատակով է բերել եւ այս ամեն ինչի վերջնարդյունքը ինչի է հանգեցրել։ Քննադատելը ճիշտ է, քննադատելը պետք է, անկախ նրանից դու իշխանություն ես թե ընդդիմություն ես, ուղղակի պետք է տարբերվել ներկայիս իշխանություններից եւ կարմիր գծերը չհատել, այդքան բան։ Եվ պարոն Մաթեոսյան, վերջին շրջանում նաև բավականին ակտիվ է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը, Facebook-ում նա հայհոյախառն գրառումներ է կատարում, վիրավորում է իրեն քննադատող գործիչներին։ Ես հասկացա ձեր հարցը, որպեսզի ինչ նպատակով է սա արվում։ Եթե դուք տեսնեք, թե ում է Աննա Հակոբյանը թիրախավորում, բացառությամբ մեկ անձի, իմ մոտ կա տպավորություն, որ Աննա Հակոբյանը կրկնում է այն, ինչը անում էր Հանրապետականը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իրենք իրենց համար ձևավորում են նախընտրելի ընդդիմություն։ Երևի սրանով, չէ, ես սրանով սահմանափակվեմ։ Իսկ որ գործչին նկատի ունեք, որ այդ բացառությամբ Ռոբերտ Մարգարյանի հետ կապված գրառումները, որովհետև այնտեղ իրենց համար ցավոտ հարցերին անդրադառնում կոռուպցիայի հարցերին, մնացած գրեթե բոլոր դեպքերում
ես այստեղ ավելի շատ տեսնում եմ նախընտրելի ընդդիմություն ձևավորելու գործընթացին ուղղված քայլեր։ Եվ նաև հակի անդրադառնանք վերջին օրերին քննարկվող գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ շատ կարճ ժամանակով ծառայության մեկնելու նախաձեռնությանը, որը քննադատվեց եւ այսօր էլ հայտնի դարձավ, որ դրա քննարկումը ժամանակավորապես հետաձգվել է ազգային ժողովում։ Ձեր գնահատմամբ ինչու է հենց այս փուլում նման նախագիծ բերվում օրակարգ ու ինչը ստիպեց իշխանությանը հրաժարվել դրա քննարկումից։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը մի ինստիտուտ, որը մեղմ ասած դու իրան չես կարող գնահատականը 10 եւ ասես, որ նա 100%-ով կատարում է այն առաքելությունը, որը կոչված է կատարել, նույնիսկ այնտեղից եղավ որոշակի արձագանք։ Ես ուզում եմ այս հարցը մի փոքր այլ համատեքստից էլի մենք մոտենանք 2018 թվականի իրադարձությունները։ Իրանք շատ մեծ կոմպոնենտ ունեին սոցիալ-տնտեսական եւ անարդարության հետ կապված եւ մարդիկ երբ որ դուրս են եկել փողոց, իրենք ճիշտ էին արել։ Այլ հարց է, որ մարդիկ սխալվեցին քաղաքական թիմ ընտրելիս, դա այլ հարց է, բայց այն որ իրենք ճիշտ էին արել, որ դուրս են եկել փողոց, դա աներկբա է։ Այստեղ արձանագրենք հետեւյալը, որ տեղի է ունեցել ֆունդամենտալ խաբեություն, որովհետեւ այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին ձեռքերի վրա բերեցին իշխանության, նրանց մի մասը զոհվեց Արցախում, մի մասը արտագաղթեց, մյուս մասի հաշվին իրենք պետական ահռելի պարտք վերցրեցին, իսկ այն մյուս մասը, որը մինչ այս պահը սոցիալապես անապահով խավն է ներկայացնում, ինչպես Փաշինյանն ասաց, աղքատությունը գլխում է, ոչ միայն աղքատությունն է այդ մարդկանց ուղեղներում մնալու, այլ նաև իրենք ձևավորելու են բանակը որպես մի շերտ, որը ներկայացված է լինում միայն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներով։ Շատ պարզասը դու փող չունես քո տղային բանակից ազատելու, ինքը պետքա ծառայի։ Հակված եք կարծել, որ կընդունեն այս նախագիծը ամեն դեպքում, չնայած քննադատությանը եւ դժգոհությանը այս պահը ինչը իրանք չեն ընդունել, կամ ես նույնիսկ այսպես կձևակերպեմ, ինչը իրենք չեն մարսել։ Իսկ կարող ենք սա դիտարկել որպես նախընտրական համատեքստում արվող քայլ հանրությանը այսպես պոպուլիստական տարբերակով մատուցելու եւ ձայներ ստանալու նպատակով։ Հանրության զգալի հատվածը չէ, որ ունի հնարավորություն ազատելու իրենց երեխաներին բանակում ծառայությունից 15-20 միլիոն դրամի դիմաց։ Մարդիկ որ ասում են ամեն ինչ կանեն, տունը կվաճառեն, բայց կգտնեն այդ գումարը շատ է։ Ամեն դեպքում դա ավելի շատ զայրույթ է առաջացնում, դա ավելի շատ բողոք է առաջացնում մարդկանց մոտ, քան աջակցություն է գտնում։ Այլ հարցը դա ինչու է Նիկոլ Փաշինյանը փաստացի նախընտրական տարում այս տեսակ քայլերի գնում, ինչու է նա հարկային բեռի անդադար ավելացմանն է գրում, սա քննարկելու լրիվ այլ հարց է, բայց այն, որ այս նախագիծը ինքը պետք է հասարակության լայն շերտերի մոտ դժգոհություն առաջացնի, դա ակնհայտ է։ Պարոն Մաթեոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Բենյամին Մաթեոսյանի հետ։ Կհանդիպենք։